Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային հիմնական մոտեցումները, ներկայացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարական կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները, այդ թվում փաստաթղթերի կոնսոլիդացիան, հստակ աստիճանակարգությունը, մեթոդական պահանջներն ու միասնական ձևաչափերը, կատարողականի բարելավումը, մասնակցային ու հաշվետու գործընթացը եւ այլն։ Անդրադարձ է կատարվել նաեւ համակարգի ներդրման հետ կապված հարցերին։ Վարչապետը հանձնարարել քննարկումների արդյունքում բարձրացված հարցերի եւ առաջարկությունների հիման վրա հայեցակարգի նախագիծը լրամշակել եւ ներկայացնել հաստատման։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար եւ նշել, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի։ Այդ գործում երկրի ղեկավարն ընդգծել է Մեհդի Սոբհանիի անձնական ներդրումը։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի պաշտոնական այցը Հայաստան, ինչը նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման ու ընդլայնմանը։ Շնորհակալություն հայտնելով վարչապետից, դեսպանն իր հերթին նշել է, որ հետագայում եւս կանի ամեն ինչ Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման ու ամրապնդման համար։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին եւ զարգացումներին, մասնավորապես կայուն եւ տևական խաղաղության հաստատման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերին։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ համագործակցության նոր հեռանկարներ, բարձր տեխնոլոգիաների եւ կիբերանվտանգության ոլորտներում փոխգործակցության սերտացման ուղղությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել Լոնդոն-Երևան ուղիղ ավիաչվերթների գործարկման հնարավորությունների շուրջ։ Նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կարևոր է Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների զարգացումը։ Շատ կարևոր է մեզ համար Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունները։ Վերջին 3 տարիներին շատ ակտիվացել են, որի արդյունքում արդեն մենք հասել ենք նրան, որ մեր հարաբերությունները ռազմավարական մակարդակ են հասցրել եւ վստահ եմ, որ կստորագրենք այդ համաձայնագիրը։ Իրականում մենք ժողովրդավարական արժեքները կրողներ ենք դարձել, ի սկզբանե անկախության հաստատումից հետո, իհարկե դժվար ճանապարհ ենք անցնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սոսցանցի իր էջում վերահրապարակել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված հրապարակումն ու գրել. Նախագահ Դոնալդ Թրամփ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր միջնորդության համար Ադրբեջանի հետ այս պատմական համաձայնագրի հարցում, ինչին դեռ ոչ ոք չի հասել։ Վերահաստատում եմ իմ հանձնառությունը աշխատելու խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման եւ TTIP-ի իրականացման ուղղությամբ։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է օգոստոսի 8-ին Սպիտակ տանը իր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի լուսանկարը։ Մեծ պատիվ էր օգնել կարգավորելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմը եւ միաժամանակ ընկերանալ այս երկու մեծ առաջնորդների ու մարդկանց նախագահ Իլհամ Ալիևի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դոնալդ Թրամփը պնդել է. դա ինձ համար, բայց եւ որ ավելի կարեւոր է նաեւ Միացյալ Նահանգների համար հավերժական ընկերություն կլինի։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Հաագա մեկնարկել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Դավիթ Վան Վելի հետ առանձնազրույցով։ Հիշեցնենք, որ Հաագայում Միրզոյանը կմասնակցի մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ։ Փարիզում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության մայրցամաքային Եվրոպայի տնօրինության ղեկավար Բրիս Ռոկվոյի գլխավորությամբ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգին առնչվող հարցերի։ Հանգամանալից քննարկումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ երկուստեք իրականացվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին։ Հրազդանի կիրճում կառավարության ֆինանսավորմամբ կստեղծվի հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի, նախագծին տեղում ծանոթացել է նաև վարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Հրազդանի կիրճ, որտեղ ներկայացվել է 3480 քառակուսիմետր տարածքի վրա հանգստի բազմաֆունկցիոնալ գոտի ստեղծելու նախագիծը։ Այն ընդգրկում է Արաբկիր վարչական շրջանի տարածքը։ Հիմնական նպատակը պարոն վարչապետ այն է, որ այստեղ ունենում ենք քաղաքատեղի, հեծանվորդների, սպորտսմենների առհասարակ
Ունենում ենք հանդերձարան, ունենում ենք սրճարան, ունենում ենք յոգայի հատված փոքրիկ, այսինքն մենք նախագիծ ունենք նախնական այդ 50 միլիոն ունենք, այս երկու օրը ունենում ենք ծավալ։ Այսինքն արգելափակոցի մասին։ Նախատեսվում է, որ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում կառուցվեն մանկական ու մարզական գոտիներ, բացօթյա կինոդիտման վայր, կիրականացվեն կանաչապատման աշխատանքներ, կտրվեն ճարտարապետական ու լանդշաֆտային ինքնատիպ լուծումներ։ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը նշել է, որ նախագիծն արդեն պատրաստ է։ Ես ինչքան հասկանում եմ, հիմնականում այլի կամուրջից ներքևից միջև հիմնական ձկնորսները գալիս են ստեղ։ Եվ եթե պարզվի, ես չգիտեմ, պարզվի ոստեղ կարելի է օրինակ որոշակի ձկների պոպուլյացիայի հետ կապված ծրագիր անել, որ սպորտային ձկնորսություն զարգացնել, այսինքն կարա դառնա մի հատ շատ հետաքրքիր ծրագիր, էլի։ Այս հատվածները արդեն դուք վարձակալությամբ տվեք այս տարածքի եւ քաղաքի համար եկամուտի աղբյուր։ Շատ լավ, պարոն վարչապետ, այս նախագծով առաջ ենք շարժվում, մասնավորի համար մրցույթ կառուցում ենք, մասնավորի համար մրցույթ ենք կազմակերպում, մասնավորներից մեկը վստահ կդակամարցնի։ Ըստ նախագծի կվերակառուցվեն նաև հենապատերը, կբարեկարգվեն գետի վրայի երկու ջրվեժները, կկառուցվի դիմացի մայթ տանող կամրջակը։ Վստահեցնում են վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի էկոլոգիական վիճակի վերականգնմանը։ Նախագծի նպատակն է հիմնվելով Հրազդանի կիրճի բազմաշերտ ժառանգության վրա ապահովել ժամանակակից ու կայուն զարգացում։ Մաստեր պլանը Ամբողջական էլեկտրոնային մաստեր պլանը։ որտեղից որ հատվածից Կորեայի ձորից մինչև Կորեայի ձորից մինչև հաղթանակի կամուրջ։ Սա շատ կարևոր նախագիծ է, իհարկե որ մաստեր պլանը ունենք, այդ նշանակում կարելի կտոր հաղթանակի կամուրջից հետո նորագյուղն էլ ավերջը, որովհետև եթե մաստեր պլան ունենք, այդ նշանակում կտոր կարանք իրագործենք եւ ռիսկերը այդքան մեծ չեն։ Հաջորդ թիվ վարչապետն այցելել է Հրազդանի կիրճի բացօթյա մարզահրապարակ Բիձու գյոլ, որտեղ ծանոթացել է իրականացված վերականգնման աշխատանքներին։ Վերականգնվել է լողավազանը, կառուցվել է նոր հանդերձարան, վերանորոգվել մարզահրապարակի մարզասարքերը։ Մենք նամակը որ գրել ենք, ես եմ գրել, Միշելյանը ես եմ, խորի շնորհակալություն եմ հայտնում։ Այս ամեն ինչը մի հատ ռեստարտ տվեց մեզի, որ ասենք մեր մոտ հաճախող սպորտսմենները, որոնք որ ասենք 500-ից 600 հոգի են, հիմա դարձել են արդեն 2000 հոգի։ Ու գնալով ավելանում, անկեղծ եմ ասում։ Անկեղծ եմ ասում։ Եվ իհարկե այս շատ կարևոր տեղ է եւ նախ կոլորիտը ստեղի։ Շատ մի ուրիշ ձևի։ Երևանի համար տենց առանձնահատուկ մի ուրիշ ձևի, պարոն Փաշինյան։ Բայց հիմա մտածում ենք ոնց անենք, որ եւ համայնքի եւ կառավարության կողմից ներդրումները նախ այն ինչ որ կա այդ ժառանգությունը պահպանվի եւ տենց ավելի լավ լինի ու փոխանցվի։ Ես մի երկու բառով ասեմ, վերևը մենք մտխատու ծառեր ենք տնգե։ Ջրվում է իրանք սաղ։ Մյուս ամռանը երևի sense քարերը չենք տնա, սաղ ծառեր կլինի։ Այստեղ մարզվողները կրկին իրենց երախտագիտությունը հայտնեցին վարչապետին, թվելով պլանավորած նոր անելիքները, որ Բիձու գյոլ գնացողը էլի գնա, հետն էլ նոր մարզվողների տանի։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Պետական եկամուտների կոմիտեն եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ուսանողների համար նոր հնարավորություններ են ստեղծում պետական համակարգում։ Մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Պետնախագահն ու բուհի ռեկտոր Հարմեն Գրիգորյանը ստորագրել են համագործակցության հուշագիր պետական եկամուտների կոմիտեի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև։ Համագործակցության ընդլայնման նպատակն է համատեղ ուժերով աջակցել տնտեսագիտական եւ գործարար վարչարարության ոլորտներում մասնագիտական կրթության զարգացմանը, պետական ֆինանսական համակարգում բարձրացնել արդյունքային հետազոտությունների դերը։ Մասնավորապես նախատեսվում է մշակել եւ իրագործել տնտեսագիտական համալսարանի բակալավրի եւ մագիստրատուրայի կրթական ծրագրեր ակադեմիական կազմի վերապատրաստման գործընթացում ներգրավել կոմիտեի մասնագետներին, կազմակերպել գիտաժողովներ, ֆորումներ եւ այլ գիտական միջոցառումներ, ստեղծել նաեւ համատեղ էլեկտրոնային գրադարաններ եւ ընթերցասրահներ։ Պետնախագահը նաեւ շրջայց է կատարել Բուհում, հանդիպում ունեցել ղեկավար կազմի հետ, այնուհետ հարազատ Բուհում Էդուարդ Հակոբյանը հանդես է եկել ուսանողից ղեկավար թեմայով
բաց երկխոսության ձևաչափով բանախոսությամբ եւ ուսանողների հետ զրուցել իր անցած մասնագիտական ճանապարհի մասին, սկսած ուսանողական տարիներից մինչեւ պետական կառավարման համակարգում բարձրաստիճան պաշտոնի ստանձնումը։ Պետնախագահը հատուկ կարևորել է կրթության եւ գիտելիքի շարունակական կուտակման, ինչպես նաեւ անձնական առաքելության ձևակերպման անհրաժեշտությունը մասնագիտական զարգացման եւ առաջնորդության ճանապարհին։ Իմ հորդորն է, որ յուրաքանչյուր երբ որ ճանապարհ եք անցնում, միշտ հիշեք, որ դուք եք ձեր ճանապարհը կերտում։ Հետևաբար խորհուրդը նախ առաջնորդեք ինքներդ ձեզ, հետո մյուսներին։ Ձեր ուսանելու տարիներին շատ կարևոր է բացի մասնագիտական գիտելիքներ կուտակելուց դուք հասկանաք, թե ինչ առաքելություն եք ձևակերպում ձեր կյանքում։ Պետնախագահը ուսանողների հետ նաև կիսվել է պետական կառավարման ոլորտում հաջողելու սեփական փորձով, ներկայացրել է պետական ծառայության առանձնահատկությունները, ինչպես նաև երիտասարդների դերը պետական համակարգում։ Բանախոսությունն անցել է ինտերակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։ Ինքս երկու հարց ուղեցի ու ստացա շատ բավարարող պատասխաններ։ Իր հետ հանդիպումը շատ հետաքրքիր էր, որովհետև նաև մասնագիտական առումով համընկնումներ ունենք։ Ես նույնպես ցանկանում եմ շարունակել նույն ուղով, ինչպես ինքը։ Մեծ տպավորություններով ու շատ գիտելիքներով եմ հեռանում, հենց իր փորձը շատ հետաքրքիր էր մեզ, կարծում եմ բոլորիս։ Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանն էլ կարևորելով պետական հատվածի հետ համագործակցությունը ընդգծել է, որ պետությանը ծառայելը յուրաքանչյուր անհատի համար մեծագույն առաքելություն է։ Պետությանը ծառայելը շատ ավելի բարդ ճանապարհ է, քան մասնավոր հատվածում հաջողություն ունենալը։ Շանթերուստանկերություն Հորիզոն։ Սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին առանց որևէ միջնորդի անմիջական օգնություն ցուցաբերելու համար 2024 թվականի օգոստոսի 26-ից գործարկվել է բարերար ԿՏՄ հարթակը։ Լինելով ուղիղ օգնություն իրականացնող համահայկական նախագիծ եւ միակն իր տեսակի մեջ ամբողջ աշխարհում, հարթակը 1 տարվա ընթացքում կարողացել է փրկել մարդկանց կյանքեր ու փոխել բազմաթիվ ճակատագրեր։ Այս բարի գործին միացել են ճանաչված բազմաթիվ մարդիկ, ինչպես նաեւ Հայաստանում եւ ամբողջ աշխարհում ապրող հազարավոր մեր հայրենակիցներ։ Բարերար ԿՏՄ կայքն ու հավելվածը ստեղծվել է Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամի կողմից։ Ուզում եմ Արթուրիս առաջ ոպես տեսնել։ 3 ամիս առաջ 13-ամյա Արթուրի մայրը ընդամենը մեկ երազանք ուներ։ Ուզում էր, որ տղան վիրահատվի, առողջանա եւ հնարավորինս շուտ նախկին կյանք վերադառնա։ Այսօր Արթուրն արդեն անկողնում գանված չէ։ Բարի եւ սրտացավ մարդկանց աջակցության շնորհիվ վիրահատվել է եւ ապակինման ճանապարհին է։ Պահը գալիս է մեկ-մեկ վախ կա, որ չեն օգնի, մարդիկ չարացած են, բայց այս դեպքից հետո ես կարծիքս փոխել եմ բոլորի մասին։ Մինչև այսօր էլ փոխանցում անում են։ 1 տարի առաջ Ասրյանների ընտանիքում ողբերգություն տեղի ունեցավ։ Մեր նկարանումից շաբաթներ անց ընտանիքի հայրը Գևորգը երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացավ, անկատար թողնելով ավագ դստեր երազանքը։ Երազել եմ իմ սենյակ ունենամ, ռոզվի գույնի։ Շատ կարճ ժամանակահատվածում հարյուրավոր անծանոթ մարդիկ համախմբվեցին նրանց փոխանցումների շնորհիվ Էլմիրայի երազանքն իրականացավ։ Կատարվել եմ երազանքը, ունեմ իմ ռոզվի սենյակը, կուզեի պապան մեր հետ լինել, երբ որ պապեն կարոտում են, մաման նկարի։ Շատ շնորհակալ եմ բարերար ԿՏՄ-ից, բարի մարդկանցից, որ օգնել են։ 1 տարի առաջ գործարկվեցին բարերար ԿՏՄ կայքն ու հավելվածը։ Վարդանյան ընտանիք բարեգործական հիմնադրամը նպատակ դրեց օգնել սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին, հնարավորություն տալով մեր շուրջն ապրող մարդկանց եւս առանց միջնորդի մասնակից դառնալ այս բարի գործին։ Երազանքն եմ թեկուզ մի հատ տոմիկ։ Վագոն տնակից վագոն տնակ, վարձով տնից տուն հեղնարը ամուսնալուծվելուց հետո 2 երեխաների հետ օթևանել է Ուրպատահի։ Մանկատան նախկին սանը երազանք ուներ ունենալ թեկուզ փոքր բնակարան, որտեղ կկարողանար ստեղծել իր ջերմանկյունը։ Բարի մարդկանց շնորհիվ տուն ունենալու հեղնարի երազանքը իրականություն դարձավ։ Ես կյանքում չէի հավատա, որ ես կյանքում տուն կունենամ։ Ես որ կունենամ իմ 4 այգյունը։ Ամուսնումից հետո Ռիփսիմեն ստիպված էր միայնակ մեծացնել որդիներին, արդեն գոյություն ունեցող խնդիրներին գումարվել էր եւս մեկը, ինչպես են վճարելու ամսական 90,000 տան վարձը։ 2 օր առաջ էլ նորից տանտերը զանգեց վարձից ուզեց, ասեցի, որ չեմ կարող վճարել։ Տունը, որտեղ վարձով ապրում էր ընտանիքը, բարի մարդկանց շնորհիվ արդեն իրենց սեփականությունն է։
Երեխաները չեն հավատում մինչև առեսօր, որ մեր դուրը չեն ծեծի մեզանից գումար չեն ուզի։ Շատ եմ ուրախացել, որ այս տունը արդեն մերն է։ Ամիսներ առաջ Կիրակոսյանների ընտանիքն ապրում էր կողք կողքի գտնվող այս վագոն տնակներից մեկում եւ երազում տնակների օգնությամբ բնակելի տուն կառուցելու մասին։ Այս երկու դոմիկն է, մեկը նվիրատվություն են արել, մեկը մենք ենք գնել, ուզում ենք կպցնել միասին իրար։ Բարերար ԿՏՄ փոխեց նաեւ այս ընտանիքի ճակատագիրը։ Տնակները միացրեցին, քարե շերտով պատեցին, տանիք կառուցեցին։ Չենք սպասում էլի, որ այդպես արձագանք կլինի, շատ բարի մարդիկ կլինեն, որ միանգամից այսպես ոտքի կկանգնենք։ Ես ուզում եմ աշխատեմ, ինձ ցուլիկ առնեմ։ Վագոն տնակում ապրող Սարգիսի ընտանիքը ոչ թե մեկ, այլ միանգամից 6 ցուլիկ ունի արդեն։ Կերակրում եւ խնամում են ինչպես հարկն է։ Ընտանիքը ցուլիկների հետ կապված մեծ նպատակներ ունի։ Մտադիր են կենդանիներին ձմռանը վաճառել եւ տուն կառուցել։ Զանգել են, ասել են, դա Ելենան, ասում եմ այո, այդ 100 դրամը ես փոխանցում եմ ձեզի, ձեր ընտանիքին, իրոք շնորհակալ եմ, իրանք 100 դրամներ ներդրել են իմ երեխեքի համար։ Սրանք մի քանի տասնյակ հաջողված պատմություններից մի քանիսն են միայն։ Մեկ տարվա ընթացքում Բարերար ԿՏՄ-ի շնորհիվ օգնության կարիք ունեցող 52 ընտանիքների կողքին կանգնեցին հազարավոր մարդիկ, այդ թվում ճանաչված ու սիրված արտիստներ, որոնք իրենց աջակցության շնորհիվ լուսավորեցին եւ փոխեցին տվյալ ընտանիքների կյանքը։ Ես ուզում եմ, որ ես իմ գալը օրինակ լինի իմ ընկերների, իմ գոլեգաների համար։ Ձեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար։ Կարևոր չէ գրպանի մեծությունը, կարևորը մարդու սրտի մեծությունն է։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Այսօր Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների տան միջազգային հարաբերությունների կոմիտեում քննարկվելու է հայամետ կոնգրեսական Բրեդ Շերմանի նախաձեռնությունը, որն արգելում է Ադրբեջանին ու Թուրքիային օգնություն ցուցաբերել, քանի դեռ այդ երկրները չեն դադարեցրել Հայաստանի դեմ ուղղված իրենց գործունեությունը։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ մանրամասներ են հայտնի այս նախաձեռնությունից։ Բրեդ Շերմանի նախաձեռնած այդ օրենսդրական ուղումը ընդունվելու դեպքում կարգելափակի Ադրբեջանին եւ Թուրքիային հատկացվող ցանկացած օգնությունը միջազգային ֆինանսական զարգացման կորպորացիայի հաշիվներից եւ հետեւյալ պայմանն է, եթե Թուրքիան դադարեցնի Հայաստանի շրջափակումը, որևէ խնդիր չի լինի եւ եթե Ադրբեջանը ազատ արձակի հայ ռազմագերիներին։ Այսինքն այդ նպատակն է հետապնդում այդ որոշումը։ Իր այս նախաձեռնության մանրամասները Բրեդ Շերմանը պարզաբանել է օրերս Հայ դատի հանձնախմբի կողմից անցկացված կոնֆերանսի ժամանակ։ Իհարկե Ադրբեջանը եւ Թուրքիան շատ մեծ կարիքը չունեն օգնության այդ միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից։ Ադրբեջանի ռազմական բյուջեն գալիք տարի 5 միլիարդ դոլարից ավելին է լինելու, բայց ամեն դեպքում, եթե այդ որոշումը ընդունվի, դա կարևոր խորհրդանշական նշանակություն է ունենալու եւ վկայելու է այն մասին, որ Ադրբեջանը եւ Թուրքիան այն պետություններն են, որոնք արժանի են պատժամիջոցների, այլ ոչ թե խրախուսման։ Բրեդ Շերմանը եւս մի օրենսդրական փոփոխություն է նախաձեռնել, որի նպատակն է ընդունման դեպքում այն կարգելի նախագահին օգտվել այն լիազորությունից, որը ունեցել են մինչ այդ ԱՄՆ մյուս նախագահները, երբ կարողացել են 1 տարով դադարեցնել այդ հայտնի 907 ուղման գործողությունը, որը ըստ էության Ադրբեջանի դեմ պատժամիջոց էր կիրառում։ Այդ եւ որոշ այլ հայամետ նախաձեռնություններ կքննարկվեն այսօր ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նիստում։ Մենք հավանաբար գիշերը կիմանանք այդ քննարկումների եւ միգուցե նույնիսկ քվեարկությունների արդյունքների մասին։ Հիշեցնեմ, Բրեդ Շերմանը ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում հայկական լոբիի ամենահետևողական գործընկերներից մեկն է, հայկական խմբի փոխնախագահն է, այդ պաշտոնը զբաղեցրել այն բանից հետո, երբ Ադամ Շիֆը պալատից տեղափոխվեց Սենատ եւ վերջին ամիսների եւ տարիների ընթացքում իսկապես հետևողական է Արցախահայերի եւ Հայաստանի իրավունքները պաշտպանելու հարցում եւ վերջին այս նախաձեռնությունը դրա վառ վկայությունն է։ Արտյոմ, իսկ որքանով է հավանական, որ այս նախաձեռնությունը կընդունվի եւ ինչպիսի վերաբերմունք ունի այս նախաձեռնության հանդեպ Միացյալ Նահանգների վարչակազմը։ Դե ընդունման հավանականությունը իհարկե մեծ չէ, հաշվի առնելով այն, որ եւ պալատում եւ պալատի կոմիտեում
հանրապետականները մեծամասնություն ունեն, իսկ Շերմանը եւ հայկական լոբբիստների մեծ մասը դեմոկրատ են։ Բայց ամեն դեպքում այս նախաձեռնությունը ինքնին վկայում է այն մասին, որ ամերիկյան քաղաքական էլիտայում ամենևին էլ միանշանակ չի ընդունվել Դոնալդ Թրամփի գաղափարը Ադրբեջանին որպես ռազմավարական դաշնակից ընդունելու ընկալելու մասին։ Եվ նույնիսկ տպավորություն կա, որ ինչ որ իմաստով Թրամփի շահերից է բխում այն նախաձեռնությունը, որով հանդես է եկել Բրեդ Շերմանը։ Պարզաբանեմ ինչի մասին է խոսքը։ Այդ հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրումից առաջ Թրամփը հայտարարել էր, որ հանում է արգելքը, որը խանգարում էր Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել։ Իլհամ Ալիևը դա որպես մեծագույն ձեռքբերում էր ներկայացրել։ Նա հայտարարել էր, մեջբերեմ նրա խոսքերը, 33 տարի անց 907 ուղումը այլևս գոյություն չունի, դա պատմական իրադարձություն է, դա իհարկե սուտ է, այդ 907 ուղումը, որը արգելում էր ամերիկյան վարչակազմին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ընդամենը 1 տարով դադարեցնելու իրավունք է ունեցել նախագահը, եւ բոլոր նախագահները սովորաբար դեկտեմբերին ստորագրում էին այդ սահմանափակումը 1 տարվա ընթացքում չկիրառելու մասին որոշումը, եւ միայն անցած տարի Ջո Բայդենը չստորագրեց այդ որոշումը եւ այն ինչ արեց Սպիտակ տանը Դոնալդ Թրամփը ընդամենը վերականգնեց այն ինչ եղել էր Բայդենից առաջ, այսինքն 1 տարով դադարեցված է այդ սահմանափակման գործողությունները, այլ ոչ թե վերացված է, ինչպես ներկայացնում էր Իլհամ Ալիևը։ Ինչն է հետաքրքիր, Դոնալդ Թրամփը կարող էր դիմել կոնգրես նախաձեռնելով ընդհանրապես այդ ուղման, որպեսզի այն ընդհանրապես վերացվի, բայց չի անում դա։ Ունենալով մեծամասնություն երկու պալատներում էլ որևէ խնդիր չէր ունենա։ Այսինքն նա շահագրգռված է, որպեսզի Ալիևի գլխի վերևում այդ դոմոկլյան սրի պես այդ 907 ուղումը այնուամենայնիվ կախված մնա եւ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի այն կրկին վերադարձնել։ Եվ այս ստեղծված պայմաններում Բրեդ Շերմանի ահա այսպիսի նախաձեռնությունները կարծում եմ Թրամփին լավ հաղթակարդ են, քանի որ հնարավորություն են տալիս բացատրել, թե ինչու նա հանդես չի գալիս այդ նախաձեռնությամբ եւ ինչու չի առաջարկում կոնգրեսականներին ընդհանրապես վերացնել 907 ուղումը։ Շնորհակալություն Արծի։ Ավարտվեց հորիզոնային այս թողարկումը, կարճատև դադար, որից հետո կվերադառնանք նոր տեղեկատվությամբ։ Շանթի եթերը շարունակում է հեռանկարը։ Վերջին շաբաթների զարգացումները Հայաստանի քաղաքական դաշտում կրկին սրել են իշխանության եւ ընդդիմության հարաբերությունները։ Ընդդիմությունը հայտարարել է, որ սկսում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ընդդիմադիր падգամավորները նաեւ կտրուկ քննադատում են օգոստոսի 8-ի համաձայնագրերը, իսկ քաղաքական դիսկուրսում մեծ աղմուկ է առաջացրել նաեւ ելքի եւ մուտքի վիզաներից Արարատի նկարը հեռացնելու կառավարության որոշումը։ Այս պայմաններում ինչպիսին է իշխանության դիրքորոշումը, թեմայի շուրջ զրուցելու ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ։ Պարոն Կոնջորյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Սկսենք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացից, որը նախաձեռնում է ընդդիմությունը, նախ ինչպիսի վերաբերմունք կա իշխող խմբակցության ներսում այս նախաձեռնության նկատմամբ։ Ես որքան գիտեմ, եթե դուք նկատի ունեք նախորդ օրը մամուլում տարածված հայտարարությունը, ես որքան գիտեմ, խոսքը ազգային ժողովի հայտարարության մասին է եւ կարծում եմ ընդդիմադիրները իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում, որովհետեւ անվստահություն հայտնելու գործընթաց ընդհանրապես օրենսդրությամբ մի բան է, որը ենթադրում է ստորագրությունների համապատասխան քանակով հավաքագրում, տեխնացուի առաջադրում եւ այլն։ Ինչպես գիտենք, ընդդիմության մի քանի անգամ փորձել է նման բան անել, բայց բոլոր փորձերը ձախողվել են եւ այդ գործընթացը այսպես կոչված impeachment-ի ոդիսականը մեռելածին էր եւ ընդդիմությունը մեկը մյուսից անհաջող տեխնացուներ էր փնտրում, բայց այդպես էլ չհաջողվեց որևէ բան անել։ Հիմա կարծեմ նրանք ինչ որ հայտարարության նախագիծ են բերում, այսինքն չկարողանալով բուն գործընթաց անել, հիմա ուզում են հայտարարություն անեն նման, բայց որքան որ տեղյակ եմ, դեռևս ազգային ժողովում պաշտոնապես նման նախագիծ առայժմ չի շրջանառվում,
Համենայն դեպս 3 իրենց հայտարարությունից հետո առայժմ նման նախագիծ չկար, բայց իհարկե սա ընդդիմության կողմից հերթական Դոն Կիխոտությունն է, որովհետև ըստ էության օրակարգ չունեցող քաղաքականապես սնանկ ընդդիմություն է, որը որ ավելի շատ իրենք իրար մեջ ինչ որ հաշվեհարդարի խնդիրներ ունեն, մեկը մյուսին ապացուցելու, որ նա լավ ընդդիմություն չէ, այ իսկական ընդդիմությունը նա է եւ այսպես ինչ որ ներքին գզվրտոցների նմանվող բան է այս ինչ որ կատարվում է ընդդիմության ներսում։ Բնականաբար մենք ընդհանրապես նույնիսկ լուրջ չենք վերաբերվում այդ process-ներին։ Պարոն Կոնջուրյան, թեև դուք վստահորեն ասում եք, որ ձեր խմբակցությանն ու առաջին անգամ չի, որ նման վստահություն խմբակցության տարբեր նաև պատգամավորների կողմից հայտնվել է, որ որևէ մեկը չի պաշտպանում այդ նախաձեռնությունը, բայց հակառակ պնդումներ կան նաև ընդդիմադիր շրջանակներից։ Նրանք էլ կան այսպես պատգամավորներ, ընդդիմադիր շրջանակներից պաշտոնյաներ, անձինք, ովքեր ասում են, որ երբ որ մենք սկսենք այդ բուն գործընթացը, կլինեն միացողներ։ Նրանց որտեղից այդ վստահությունը։ Դուք այդ մտավախությունը չունեք, որ իսկապես կլինեն։ Իհարկե ոչ, թող սկսեն այդ դեպքում, ինչի չեն սկսում։ Իրենք նույնիսկ իրար մեջ չեն կարողանում միմյանց աջակցությունը ստանալ։ Նույնիսկ իրար մեջ իրենք անդադ մեկը ասում է, հա դուք որ առաջադրեք մենք կաջակցենք, նրանք ասում են, չէ դուք հիմա մի առաջադրեք, որովհետև եթե առաջադրեք sense կլինի։ Սա ավելի շատ ընդդիմության ներսում էլի ընդդիմադիր խմբակցությունների Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի ուժերի սիրավեպի հերթական այսպես խառնիչ աղանջ դրսևորումներն է եւ դա գիտեք ինձ հիշեցնում է այն հայտնի մազոխիստի եւ սադիստի անեկդոտ է, որ մազոխիստն ասում է հարվածիր ինձ, խնդրում եմ, սադիստն ասում է ոչ դու դեռ պիտի տանջվես։ Հիմա հետևելով Քոչյանի եւ Սարգսյանի ուժերի միջև այս բաներին ուրեմն impeachment-ային ինտրիգներին հասկանում ես, որ նրանք ավելի շատ մեկը մյուսի վրա ինչ որ կոմպրոմատ հավաքելու քաղաքական շանտաժի հերթական բանի մեջ են։ Քաղաքականապես սնանկ են, նրանք չունեն որևէ ալտերնատիվ առաջարկ Հայաստանի Հանրապետության զարգացման, չունեն ալտերնատիվ տեխնացու, հետևաբար այս process-ը ի սկզբանե դատապարտված է։ Ինչ վերաբերում է, որ նրանք ինչ են ասում կմիանան եւ այլն, վերջին մի քանի տարիներին նույնիսկ Հանրապետության հրապարակից, երբ որ իրենք ինչ որ միտինգներ էին անում փրկության, այնտեղից հայտարարում էին, որ մեր խմբակցության մի մասը արդեն միացել է իրանց։ Հիշում եք նման հայտարարություններ էին նաև եղել, բայց մենք տեսանք ամեն ինչ ինչով ավարտվեց եւ մինչեւ քոքը մաշողները, մինչեւ քոքը մի բան էլ ավել մաշվեցին եւ հիմա ըստ էության գտնվում են նման վիճակում։ Բայց նրանք կոնկրետ մի շարք պատճառներ են նշում, թե ինչու են ցանկանում նման գործընթաց սկսել կամ շրջանառության մեջ դնել այդպիսի նախաձեռնություն։ Ընդդիմությունը պնդում է, որ վարչապետը շեղվել է իր ծրագրից եւ թույլատրել է պետական ինստիտուտները։ Ինչպես կարձագանքեք դուք այս պնդումներին։ Մենք չենք շեղվել մեր ծրագրից, որովհետև մենք ինչ ենք ասել 2021 թվականի ընտրության հիմնական մեխը եղել է խաղաղության օրակարգը։ Մենք ասել ենք, որ ապագա կա, մենք ասել ենք, որ մենք գնում ենք խաղաղության օրակարգի իրականացման ճանապարհով։ Մենք այսօր հատկապես օգոստոսի 8-ի խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից եւ հռչակագրի ստորագրումից հետո այսօր արձանագրում ենք, որ կոնֆլիկտը ավարտված է, այն անցյալում է եւ մենք թեւակողել ենք խաղաղության ժամանակաշրջան, ինչը ենթադրում է, որ մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք սահմանների ապաշրջափակման, կոմունիկացիաների ապաշրջափակման, տնտեսական հարաբերությունների, դիվանագիտական հարաբերությունների հաստատման։ Մեր օրակարգը սա է, այսինքն մենք ինչ ենք անում։ Մենք ասում ենք, որ Հայաստանում եկել է խաղաղության ժամանակը եւ խաղաղության շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ ուղիղ շահելու են խաղաղությունից, տնտեսապես նախ եւ առաջ, քաղաքականապես եւ իրենց կյանքն ավելի լավն է դառնալու։ Մյուս կողմից խորհրդարանական ընդդիմությունը պատերազմի շահառուն է, կոնֆլիկտի շահառուն է, որովհետեւ խորհրդարանական ընդդիմությունը եւ որոշ արտաքին դերակատարներ իրենք ուզում են, որ կոնֆլիկտը շարունակվի, որովհետեւ քանի դեռ կա կոնֆլիկտ, հնարավոր է Հայաստանին կառավարելի պահել եւ սա երկու տարբեր փիլիսոփայություններ են։ Մենք խաղաղության փիլիսոփայության ուրեմն կրողն ենք եւ այստեղ բնականաբար կարեւոր է հենց նաեւ կոմունիկացիաների շրջափակումը, ինչը որ ընդդիմությունը ամեն կերպ փորձում է ուրեմն արգելակել եւ բնականաբար մենք գնում ենք այս ճանապարհով մեր տեսլականի իրականացման ճանապարհով։ Իհարկե օգոստոսի 8-ի համաձայնագրերին դեռ կգանք, որովհետեւ խորհրդարանական վերջինիսն էլ ցույց տվեց, որ դրա նկատմամբ էլ ընդդիմության կողմից ոչ միանշանակ վերաբերմունք կա, դրան դեռ կանդրադառնանք, այսինքն չունեք մտահոգություն, որ այս նախաձեռնությունը, որը ըստ էության ընդդիմադիրները ցանկանում են անել կամ արդեն նախաձեռնել են, կարող է առաջացնել քաղաքական լարվածություն։
Եվ ինչպես եք պատկերացնում դրա քաղաքական հետևանքները։ Որևէ հետևանք ես չեմ պատկերացնում, այսինքն դա լեռը մուկ ծնեց ժանրից ինչ որ մի բան լինելու, այսինքն իրենք այսպեսի ինչ որ աշխարհացունց մեծադղիրդ հայտարարություններ են անելու, հետո գալու են պարզվելու է, որ ոչինչ չկա ըստ էության։ Նույն տեքստերը, նույն ուրեմն արդեն մաշված թեզերը, որոնք որ այլևս որևէ մեկին չեն հետաքրքրում։ Ես նորից եմ ասում, եթե լիներ նման այսպես կոչված գործընթաց, իրենք գոնե իրար հետ կբարիշեին այդ հարցի շուրջ, կհավաքվեին եւ միասին կորոշեին, ասենք, որ գնում են այս ուղղությամբ, բայց իրականում այնտեղին էս ներսում էլ որևէ այսպես կոնսենսուս չկա, որովհետեւ իրենք ներքուստ հասկանում են, որ գործընթացը ի սկզբանե տապալված է, ուղղակի իրենք փորձում են մնալ ջրի վրա։ Ջրի երեսին պիտի մնան, որպեսզի ցույց տան, որ իրենք դեռ կենթանի են քաղաքականապես։ Ընդհանրապես սրա մասին է, քաղաքական լուրջ ասելիք չկա։ Քաղաքական ասելիքը պետք է լինի ալտերնատիվ տեսլականը պետության զարգացման վերաբերյալ, որ նրանք չունեն։ Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է նաև Արարատ լեռը մուտքի եւ ելքի վիզաներից հեռացնելու կառավարության որոշումը։ Որն է այդ որոշման պատճառը, ինչու հիմա նման որոշում կայացվեց, եթե իհարկե պնդում եք, որ Թուրքիայից չի եղել այդպիսի պահանջ, ամենայն դեպս ձեր խմբակցության падգամավորներ, այդ թվում Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ անգամ վերջին քլեչի հետ հանդիպան ժամանակ նման հարց չի բարձրացվել։ Այդ դեպքում ինչու նման որոշում կայացվեց։ Գիտեք, այդ բանը կա, ուրվականը կա այդ հարցի, հա, ինչու հիմա։ Ցանկացած բան, որ մենք միշտ անում ենք, արդեն, ասենք, ենթադրենք 2020 թվականից սկսած, հա, մեկնակետը վերցնենք 20 թիվը։ Միշտ մեզ ասում են ինչու հիմա։ Բայց ցանկացած բան, որ մենք անենք, միշտ այդ պահին լինելու է հիմա։ Եվ միշտ կարելի է ասել ինչի հիմա։ Եթե մենք անեինք 2020 թվականին, ասելու են ինչի հիմա, որովհետև հետպատերազմական շրջան է։ Եթե անեինք 2021 թվականին, կասեին ինչու հիմա, որովհետև նախընտրական շրջան է։ Եթե անեինք 2022 թվականին, կասեին ինչու հիմա, որովհետև սեպտեմբերյան լարվածություններ։ Եթե անեինք 2023 թվականին, կասեին ինչու հիմա, որովհետև Արցախի հայաթափումներ։ Եթե անեինք նախորդ տարի, էլի կասեին ինչու հիմա, անում ենք հիմա, էլի ասում են ինչու հիմա։ Այսինքն միշտ կան իրադարձություններ, որոնց համատեքստում կարելի է ասել ինչու հենց հիմա եւ դրա տակ դնել որևէ դավադրապաշտական բայղուշություն, որը չկա իրականում։ Սա մեր քաղաքականությունն է, իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված մեր պետական քաղաքականությունն է, եւ այդ պետական քաղաքականության հիմքն այն է, որ մեր պետական սիմվոլիզմը պետք է արտացոլի մեր պետությունը, մեր պետական քաղաքականությունը։ Պետական սիմվոլիկան ինքը կարևոր բան է, եւ ինչի՞ պիտի մեր պետական սիմվոլիկայի մեջ լինեն բաներ, որոնք որ չեն արտահայտում Հայաստանի Հանրապետության պաշտոնական արտաքին քաղաքականությունը, պաշտոնական ներքին քաղաքականությունը։ Պատմությունն է արտահայտում, ի վերջո բիբլիական լեռի մասին խոսքը եւ դրանով որևէ մեկը հողային պահանջ չէր ներկայացնում Թուրքիային։ Իսկ ո՞նց է աշխարհը ընկալում։ Հա, մենք, գիտեք, ես նախորդ ազգային ժողովում ասացի, որ մեր ընդդիմությունը նման է մի մարդու, որը ապրում է ոնց որ ասենք այտենց 90 աստիճանի տակ, էլի 360 աստիճան չի աշխարհը ընկալում։ Այսինքն իրան թվում է, թե մենակ մենք ենք մեզ տեսնում։ Մենակ մենք ենք տեսնում մեր ասածները, մենք ենք լսում մեր ասածները, եւ չկա աշխարհ, որը որ մեր ասածները իր ձևով ընկալի։ Հիմա ասում եք եւ իրենք, այսինքն ասում են, որ խոսքը մեր պատմական բնորանի մասին է, բայց մեր պատմական բնորանը շատ ավելի մեծ է, տասնյակներով ավելի մեծ է, քան թե այսօրվա մեր իրական միջազգայինորեն ճանաչված պետությունը։ Եթե այդպես լինի, այդ տարբեր մարդիկ կարան առաջարկեն պատմական բնորանից տարբեր աշխարհագրական վայրեր, տեղանուններ, պատկերներ, ավելացնելու համար այս կամ այն սիմվոլիկային, ինչը կնշանակի, որ մենք մեր տարածաշրջանի բոլոր երկրների հետ պատրաստվում ենք կոնֆլիկտի մեջ մտնել։ Դա փաստարկ չի։ Պատմական փաստերը, պատմական հիշողությունը, դա պատմական հիշողության տեղում պիտի պահել, մտքի մեջ, հա, հիշողության մեջ։ Բայց պետական քաղաքականությունը պիտի արտահայտի գետնի վրա ֆիքսված իրողությունները, միջազգային հարաբերություններում մեր հարաբերությունները մեր հարևանների եւ աշխարհի հետ եւ մենք չենք կարող ապրել ինքներս մեր հյուսած իրականության մեջ ու մտածել, որ այդ իրականությունը որևէ կերպ չի ազդելու այլ երկրների վրա, հետեւաբար նրանք էլ փոխազդեցություն չեն գործելու մեր վրա։ Այնպես որ այստեղ որևէ դավադրապաշտական բան չկա, ուղղակի կա պետական սիմվոլիկա եւ մենք այդ պետական սիմվոլիկան հարմարեցնում ենք, համապատասխանեցնում ենք մեր պետական քաղաքականությանը։ Որևէ այլ բան չկա, քավլիցի մարդիկ բոլորս էլ սիրում ենք Արարատի վսեմաշուկ ուրեմն տեսարանը, բոլորս էլ նայում ենք, բոլորս էլ հմայվում ենք։ Որևէ մեկը մեզանից չի գողանալու մեր տեսադաշտից, հորիզոնից Արարատը չի անհետանալու։ Արարատը իր տեղում մնալու է, բայց
մի բան է, երբ որ մենք խոսում ենք պետական սիմվոլիկայի մասին, մի բան է, երբ որ խոսում ենք լեռան մասին, մի բան է, երբ որ խոսում ենք պատմական հիշողության մասին, էմոցիաների մասին, չի կարելի էմոցիաները խառնել պետական քաղաքականության հետ։ Տեսեք, հիմա նաև այսպիսի մի հարց կա, ասում են, արդյոք սա ենթադրում է, որ նախաձեռնվելու է նաև օրինակ զինանշանից էլ Արարատի հեռացումը։ Նման քննարկումներ մենք առայժմ չունենք, եթե նման քննարկումներ լինեն, բնականաբար հասարակությունը դրա մասին կիմանա, եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր դեպքի ժամանակ պետք չէ վերցնել այդ էպիզոդը եւ ավտոմատ տեղայնացնել եւ տարածել ավելի մեծ բաների վրա, թեմաների վրա։ Հիմա կա կոնկրետ, ես կարծում եմ, որ սա շատ տեխնիկական հարց է, եւ այդ տեխնիկական հարցը չպիտի նման գաղափարական քննարկումներ առաջացնել, բայց նույնիսկ եթե առաջացրել է ու նույնիսկ քննարկվում է, դա էլ է լավ, որովհետև սա նաև հնարավորություն է տալիս, որ մենք բյուրեղացնենք յուրաքանչյուրս մեր պատկերացումները պետության մասին, հասկանում եք, մենք չենք կարող ապրել պետության մեջ եւ գործել պետականազուրկ մարդու մտածողությամբ, որովհետև մենք շատ կարևոր է, որ մեր քարտեզը համապատասխանի այն գետնի վրայի իրականությանը, որտեղ որ մենք ապրում ենք, հա, մենք չենք կարող վերցնել, ասենք օրինակ, մի հատ ուրիշ քարտեզ, հին ժամանակվա, հին մտածողության քարտեզը եւ դրանով փորձենք ճամփորդել այսօրվա աշխարհում։ Դա ուղղակի հնարավոր չի լինի։ Մենք կգնանք ձորը։ Իսկ մենք դա թույլ չենք տալու։ Եվ գալով օգոստոսի 8-ի համաձայնագրերին, որը նաև քննադատվեց խորհրդարանական վերջին նիստում ընդդիմության կողմից, ձեր ընդդիմախոսները հարց են բարձրացնում, արդյոք Ադրբեջանը իսկապես անկեղծ է խաղաղության իր ցանկություններում։ Այդ հարցի նրանց պատասխանը բացասական է ընդդիմության կողմից, որովհետև ըստ նրանց մինչ Հայաստանի ռազմական բյուջեն չի ավելացնում, մեր հարևան երկիրը շարունակ սպառազինվում է, ավելացնում է իր բյուջեն, հզորացնում ռազմական կարողությունները, շարունակում է Հայաստանի տարածքների օկուպացիան, Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ ատելության խոսքի տարածում անգամ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի նախագահի կողմից նման հայտարարություններ եղան, մերժում է արցախցիների հավաքական վերադառնալու իրավունքը եւ այսպես շարունակ թվարկում են մի շարք նման պատճառներ այդ բացասական պատասխանը հիմնավորելով։ Խնդրեմ։ Ես նորից վերադառնում եմ իմ արձանագրմանը, որ խաղաղության շահառուն Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, պատերազմի շահառուն ընդդիմությունն է, դրա համար ընդդիմությունը փորձում է վերականգնել կոնֆլիկտը։ Նրանք ասում են, որևէ խելամիտ մարդ պատերազմ չի ուզի, հատկապես մենք տեսանք պատերազմ։ Շատ լավ, քանի որ իրենք խելամիտ չեն, իրենք պատերազմ ուզում են, որովհետև մենք բազմիցս համոզվել ենք, որ ընդդիմությունը խելամիտ չէ եւ անում է ոչ խելամիտ գործողություններ։ Ես մի քանի անգամ ասել եմ, եթե ընդդիմությունը մեզ փորձում է դրթել այնպիսի գործողությունների, որոնք որ առաջացնելու են նորից նոր կոնֆլիկտներ, ապա ընդդիմությունը եւ իրենց ղեկավարները պատրաստ պիտի լինեն անձամբ գնալ եւ կռիվ տալ եւ սեփական կյանքը դնել ռիսկի տակ այդ իրենց քաղաքականության արդյունքում վերահաս նոր կոնֆլիկտի ժամանակ։ Իրենք անելու են դա, չեն անելու։ Իրենք նույնիսկ սեփական երեխաներին, թոռնիկներին ուղարկում են, որպեսզի նրանք ծնվեն, օրինակ Միացյալ Նահանգներում, որպեսզի չդառնան Հայաստանի քաղաքացի, որպեսզի պարտավորություն չունենան գնալու կռվելու Հայաստանի բանակում։ Այսինքն սա ամբողջությամբ արտահայտում է նրանց ամբողջ գաղափարական այլանդակությունը, որը կա, որովհետև նրանց համար Հայաստանը ընդամենը բան է, փող աշխատելու տեղ է, ոչ թե պետություն, հայրենիք, որը որ պիտի ծաղկեցնես, շենացնես։ Հիմա գիտեք, ամբողջ աշխարհը ողջունել է օգոստոսի 8-ի ուրեմն իրադարձությունների եւ համաձայնությունը, երևի բացի մեր հայաստանյան ընդդիմությունից։ Մեր ժողովուրդը դա ողջունել է։ Ես վերջին 1-1.5 ամսվա ընթացքում գրեթե ամեն օր շրջում եմ Հայաստանի Հանրապետության մարզերով եւ ես տեսնում եմ մարդկանց տրամադրությունները։ Ես տեսնում եմ, որ կյանքը Հայաստանում եռում է։ Ես տեսնում եմ, որ առաջացել է նոր հույս եւ մարդիկ իրենք տեսնում են, որ այդ խաղաղությունը բերելու է նոր հնարավորություններ, որ պատերազմի էջը պետքա հավերժ փակել, որ պետքա ճանապարհները բացել։ Գիտեք, երկու այսպես մոդել կա, էլի աշխարհի, թե մենք ինչպես ենք ուզում ապրել։ Մի մոդելն է նա, որ քո սահմանից այս կողմ գալիս է բեռնատար եւ այդ բեռնատարը գնում է դեպի շուկա եւ առևտուր է տեղի ունենում։ Մյուս մոդելն է նա, որ քո սահմանից այս կողմ կարող է գալ փամփուշտ եւ այդ փամփուշտը եթե գա, շուկա չի գնալու է ինչ-որ մեկին խոցի։ Հիմա մենք փամփուշտի փիլիսոփայությունը փոխարինում ենք բեռնատարի փիլիսոփայությամբ եւ մենք ասում ենք, որ մեր սահմաններով այսուհետ պետքա ներս գան բեռնատարներ, գնացքներ, պիտի տեղի ունենա առևտուր եւ մարդիկ այդ առևտրի արդյունքում պիտի սկսեն ավելի լավ ապրել։ Մեր ընդդիմությունն ասում է, չէ, եկեք
փամփուշտի տրամաբանությունը պահպանենք, որովհետև մեզ պետք է, որ մեր ժողովուրդն անընդհատ ապրի ահու սարսափի մեջ պատերազմի վերահաս վտանգի պայմաններում, որպեսզի մենք կարողանանք փրկչի գաղափարը վաճառենք մեր ժողովրդի վրա, նրան պահենք կառավարելի։ Ոչ։ Մենք գնում ենք խաղաղության, այսինքն խաղաղությունն արդեն հաստատված է, մենք պիտի այդ խաղաղությունը խնամենք եւ ուժեղացնենք։ Խաղաղությունը շատ լավ բան է, պարոն Գոնջուրյան։ Սա նրանք էլ են իրենց հայտարարություններում ասում, բայց ասում են չափելի մեխանիզմների բացակայությունը, ես մեջբերում եմ վերջին նիստից, ելույթներից մեկից մի նախադասություն, չափելի մեխանիզմների բացակայությունը ոչ միայն չի ապահովում կայունություն, այլև նոր պատերազմի եւ անկայունության աղբյուր, այսինքն մտահոգությունն այստեղ ամբողջությամբ սա է։ Այսինքն այդ համաձայնագրի մեջ չկան այդ չափելի մեխանիզմները, որոնք որ կբացառեն հերթական արկածախնդրությունը Ադրբեջանի կողմից, որովհետև ասում են մենք տեսել ենք Ադրբեջանը ինչի մեկ անգամ է ժխտել իր նախկին հայտարարությունները։ Իսկ կա աշխարհի վրա որևէ փաստաթուղթ, որը որ ունի 100% անոց չափելի մեխանիզմներ։ Չկա։ Թող որևէ մեկը մեջբերի մի փաստաթուղթ, որը իր մեջ պարունակել է հենց սկզբից չափելի այնպիսի մեխանիզմներ, որը 100%-ով երաշխավորել է։ Չափելի մեխանիզմ եք ուզում ես ասեմ, 2024 թվականից սկսած 2024-ը ու այս տարի սահմանին հակառակորդի կրակոցից ոչ մի զինվոր չի սպանվել։ Սա չափելի մեխանիզմ է, թե չափելի չի։ Դրանից ավելի չափելի բան հնարավոր է պատկերացնել, բայց այդ չափելին մենք կարող ենք միայն արձանագրել հետադարձ նայելով։ Հիմա մենք նայում ենք եւ ասում ենք նախորդ 1.5 տարվա ընթացքում որևէ զինվոր չի սպանվել կրակոցից։ Մենք հետ ենք նայում ու ասում ենք, չէ, մենք չենք կարող առաջ նայելով ասել, քանի դեռ մենք չգիտենք ապագայի բոլոր սցենարները ոնց են դասավորվելու, ապա մենք ոչինչ չպիտի անենք։ Եթե այդպես լինի, մարդը առավոտյան պետք է ուղղակի անկողնուց չարթնանա եւ ոչինչ չանի, որովհետեւ ինքը չգիտի ի վերջո երեկոյան հետ է գալու տուն, թե հետ չի գալու, որովհետեւ ինչ ասես կարա պատահի։ Հիմա մեր ընդդիմությունը մեզ ասում է, քանի դեռ դուք չեք կարողանում ամենավերջի ֆինիշի պահը ասել, ցույց տալ մեզ, ապա սա բանը խաղաղություն չի։ Չկա աշխարհում նման բան, չկա աշխարհում նման փաստաթուղթ, որը քեզ կարողանա 100%-անոց երաշխիք տալ։ Դուք այսօր տեսնում եք, որ աշխարհի գերհզոր պետությունները նույնիսկ չեն կարողանում հանգուցալուծել կոնֆլիկտները, որոնք որ թվում է թե պիտի հանգուցալուծվեին շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Չկա այսօր աշխարհում երաշխիք։ Երաշխիքը մեր գործողություններն են, մեր ռացիոնալ հաշվարկված էմոցիաներից զուրկ քաղաքականությունն է, որը որ մենք հիմա տանում ենք։ Եվ վերջում շատ հակիրճ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման հետ կապված արդեն հստակություններ կան, որտեղ Թուրքիայից արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ 2026 թվականի առաջին կիսամյակում կլինի այդ ստորագրությունը։ Մենք պատրաստ ենք մյուս շաբաթ թեկուզ եթե լինի ստորագրել, որովհետև մենք մեր հանձնառությունը մշտապես հայտնել ենք, մենք պատրաստ ենք ստորագրել վերջնականապես խաղաղության համաձայնագիրը այնքան շուտ, որքան շուտ, որ այն հնարավոր է, եւ բնականաբար աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Գոնջորյանն էր։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15 գազամատակարարման պլանային դադարեցումներ են նախատեսվում Գեղարքունիքի, Շիրակի եւ Լոռու մարզերի մի շարք բնակավայրերում։ Գազպրոմ Արմենիա ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 19-ին ժամը 9-ից մինչև ժամը 18-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Թումանյան, Աբովյան, Սյունյաց փողոցների, Սայաթնովայի փողոցի թիվ 18, 20, 22, 24, 26 բազմաբնակարան շենքերի, Նալբանդյան փողոցի թիվ 28-ից 51 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, Սևանի ԲԿ ընկերության Սևանի համար 3 միջնակարգ դպրոց ՊՕԱԿ-ի, Առաքելություն Հայաստան բարեգործական հիմնադրամի, Բողբոջ մանկապարտեզ ՀՕԱԿ-ի, Adzը Գրիգոր Քարամյանի, սեփականատերեր Լուսինե Դավթյանի, Անուշ Բադալյանի, Հովիկ Մուրադխանյանի, Արսեն Մարգարյանի, Կարեն Մնացականյանի, Սևանի մարզադաշտի, ժամը 10-ից մինչև ժամը 17-ը Շիրակի մարզի Մարալի քաղաքի Զորիթաղ թաղամասի, Ձերժինսկու փողոցի թիվ 8, 9, 11, 12, 13 բազմաբնակարան շենքերի, Զորակապ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 9-ից մինչև ժամը 18-ը Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Գարգար, Գյուլագարակ, Վարդաբլուր,
Լոբարձի, Կուրթան բնակավայրերի գազասպառողների հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում պահպանել անվտանգության պահանջները։ Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք Գազպրոմ Արմենիա ընկերության Telegram-ի ալիքին։ Հորիզոնում այսօր այսքաններ, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մաղթելով խաղաղ եւ բարի գիշեր։